Կասեն, աղվես կույն սպասես, կրվի բնի մոտ, բայց նայի հա կրվի ձակերի դե չտաս։ Լավ, ասում է աղքատ մարդը ու ճանապարհ ընկնում։ Ճանապարհի շուկայի մոտով անցնելիս տեսնում է, թե ինչպես է հուրի մայրը իր աղջկան գովում։ Գնում է աղքատ մարդը անցնելով Նազարի տան մոտով, լսում է մի երաժշտություն, ձայն ականջը կախ է գցում։ Լսեք, կապնեց մեծ գնամ, հագավորին ասեք, գոնեք իրեն չեք ճանաչում եք մենք Nazarի
պատիվը ու թագավորական գոչումը շկորցն են, Պողոսյանս էլ միշտ հաբուզի մնա։ Լավ, Նազար ջան, դուք ինգեր վերջը գրավ կրվի մոտ, մինչև ես կա։ Անտես մարդը գնում է թագավորի պալատ ներս է յոթում ու ասում. Բարև, թագավոր ապրածքին։ Բարով ես եկել, այս կողմերում ինչ ես անում։ Թագավոր ջան, ինձ մի խորհուրդ տուր, ամբողջ օրը քրտնաջան աշխատում եմ, էլի նույն դժվարությամբ եմ ապրում։ Այ մարդ, ես մի բան գիտեմ, որ պետք է քրտնաջան աշխատել, պետք է խելացի աշխատել։ Ալտակը պատմում է թագավորի բոլոր քրթակները, թագավորները նրանց համար խորհուրդներ է գրում և ուղարկում։ Շնորհակալ եմ, թագավոր ապրածքենը, քեզ երկար կյանք։ Անտեղ մարդը ուրախ հետ է գալի թագավորի մոտից։ Ինչ ասաց, ինչ ասաց։ Սպասեք, շարվեք, հետո փոխանցեք թագավորի խորհուրդները։ Աչքը դուրս եղածի վրա մի դի։ Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն։ Ջրի բերածը ջուրն էլ կտանի։ Պիտի արնել թևեն թրջել